Զատկի տոնին հայկական շատ ընտանիքներում պատրաստում են կատնաունց, որը խորհրդանշում է մաքրություն, նոր կյանք եւ վերածնունդ։ Դուք եւս անպայման պահպանեք բաղադրատոմսը եւ պատրաստեք, անչափ համեղ է ստացվում։ Կոլկատին ավելացնում ենք հավքիթ, աղ, վանիլ, խմորիչ, շաքարավազ եւ այլ ուժ։ Հունցում ենք, ստանում ենք փափուկ խմոր, ավելացնում ենք փափուկ կարակը, շարունակում ենք մի քանի րոպե հունցել եւ թողնում ենք մոտ 30-ից 40 րոպե հանգստանա։ Հյուսերի համար ամեն մի գունդը արել է 200 գրամ։ Խմորագնդերը կլորացնում ենք եւ թողնում ենք մոտ 10-ից 15 րոպե հանգստանա։ Ապա երկարացնում ենք եւ սկսում ենք հյուսել։ Վերցնում ենք 1 հատ փոքրիկ խմորակունդ, կողքին փաթաթում ենք 1 հատ խմոր երկարացրած, այնուհետև հյուսած խմորը, այնուհետև նորից երկարացրած խմոր, նորից հյուսք, նորից խմոր եւ վրանցու ենք քսում, շաղ ենք տալիս քունջուտի եւ մակի սերմեր, այնուհետև տեղափոխում ենք հասունացման մոտ 20 րոպե եւ թխում ենք 160 աշան տակացված ջեռոցում 25-ից 30 րոպե։ Գեղեցիկ փայլի համար էլ թխելուց հետո վրանքսում ենք օշարակ։